Թեհրանը դեռևս չի կարող վստահորեն ասել, որ մոտ է Միացյալ Նահանգների հետ հակամարտությանը վերջ դնելու համաձայնագրին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։ Էսմայիլ Բաղայիի խոսքով այնուհանդերձ երկխոսություն են վարում Վաշինգտոնի հետ եւ կենտրոնացած են բոլոր ճակատներում պատերազմի դադարեցման, Հորմուզի նեղուցի եւ Միացյալ Նահանգների կողմից ծովային շրջափակման հարցերի վրա։ Նա տեղեկացրել է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցն այժմ չի քննարկվում։ Բաղայիին բացառել է Իրանից հարստացված ուրանը դուրս բերելու հնարավորությունը։ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև տարաձայնությունները շատ խորն են, անհնար է ասել, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ մի քանի շաբաթվա ընթացքում, հավելել է իրանցի պաշտոնյան։ Բաղայիին նաև մեկնաբանել է միջնորդ երկիր Պակիստանի բանակի գեներալ Ասիմ Մունիրի Թեհրան այցը, նշել դա եւս չի նշանակում, որ հասել են շրջադարձային կետի։ ԱՄՆ պետքարտուղարն էլ հայտարարել է, որ մի քանի երկրի ղեկավար պատրաստակամություն է հայտնել միանալու Իրանի դեմ պատերազմին, եթե տարածաշրջանում ռազմական գործողությունները վերսկսվեն։ Մարկո Ռուբիոն հավելել է, դա կարող է տեղի ունենալ, եթե Իսլամական Հանրապետությունը չբացի Հորմուզի նեղուցը։ Նա շեշտել է, որ նախընտրում են դիվանագիտական ճանապարհով համաձայնության գալ Թեհրանի հետ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Դաշնության երկնքում ոչնչացվել է ուկրաինական 348 ԱԹՍ։ Թիրախում են հայտնվել Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Լիպեցկի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Թաթարստանի Հանրապետությունը։ Հաղորդվում է, որ Ռուսաստանի հարավում նավթային խոշոր օբյեկտ է վնասվել։ Վլադիմիր Պուտինն էլ մեկնաբանել է Լուգանսկում Ստարոբելսկի քոլեջի հանրակացարանին հարվածները։ Հայտնի է, որ զոհերի թիվը հասել է 10-ի, 48 մարդ վիրավորվել է, 11 ուսանող անհետ կորած է համարվում։ Ռուսաստանի նախագահը նշել է, որ միջադեպի մանրամասները կհետաքննվեն։ Նա տեղի ունեցածը ահաբեկչություն է որակել։ Ստարոբելսկի հարցով նաև ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել։ Մոսկվայի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, Ուկրաինայի իշխանության գործողությունները վկայում են, որ Կիևը պատրաստ չէ երկխոսության։ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ գիշերը թիրախավորել են ռուսական տարբեր ռազմական օբյեկտներ, այդ թվում Ստարոբելսկ քաղաքի շրջանում գտնվող Ռուբիկոն ստորաբաժանման շտաբներից մեկը։ Հունգարիայի նոր կառավարությունը հետ է կանչում միջազգային քրեական դատարանից դուրս գալու նախկին իշխանության որոշումը, հայտարարել է նորանշանակ վարչապետը։ Պետեր Մադյարը նաև տեղեկացրել է, որ Բուդապեշտը երկարաձգում է Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման արգելքը։ Այն սահմանել էր Վիկտոր Օրբանի կառավարությունը 2023 թվականին։ Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Սաբոլչ Բոնան ավելի վաղ հայտարարել էր, կառավարությունը թույլ չի տա, որ Ուկրաինայից մատակարարումները խանգարեն տեղացի ֆերմերների գործունեությանը։ Արգելքը վերաբերում է ապրանքների ավելի քան 20 տեսակի, այդ թվում ցորեն, միս, ձու, եգիպտացորեն, արևածաղկի ձեթ։ Չինաստանում ածխահանքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հյուսիսային Շանսի նահանգում զոհվել է ավելի քան 90 աշխատող։ Պետական ԶԼՄ-ների տվյալով կան անհետ կորածներ։ Հաղորդվում է, որ վթարի պահին գետնի տակ աշխատելիս է եղել 247 մարդ։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, վթարի պատճառը պարզվում է։ Reuters գործակալությունը գրում է, որ 2000-ականների սկզբից Չինաստանի ածխահանքերում նման վթարները զգալիորեն պակասել են անվտանգության ավելի խիստ կանոնների շնորհիվ։ Լյուսենյուի հանքում տեղի ունեցածը վերջին տասնամյակի ամենաողբերգական միջադեպերից է։ Դիանա Գասպարյան, լուրեր։